Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ և մեր ալիքի հարգելի հետևորդներ։ Նախքան այսօրվա հուզիչ պատմությանն անցնելը, խնդրում եմ ձեզ, մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ ծայրից եք մեզ հետևում։ Մեզ համար շատ կարևոր է զգալ մեր միասնականությունն ու կապը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր աջակցությունն օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք միավորում են մեր սրտերը։ Ես երբեք չեմ մոռանա այդ օրը։ Օրացույցի վրա հունվարի 12-ն էր, բայց դրսում տիրող ցուրտը ոչինչ էր այն սառնության համեմատ, որն այդ երեկո պատեց իմ հոգին։ Ես 8 ամսական հղի էի, իմ փորը արդեն բավականին մեծ էր, և ամեն մի շարժումս դժվարությամբ էր տրվում, բայց սիրտս լի էր անսահման բերկրանքով։ Մենք պատրաստվում էինք մեր առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Այդ օրը մեր տանը տոն էր, baby shower, կամ ինչպես մենք ենք ասում, փոքրիկի սպասման երեկո։ Հրավիրել էինք մեր բոլոր մտերիմներին, բարեկամներին ու ընկերներին։ Տունը զարդարված էր բաց կապրիտ փուչիկներով, ամենուր ծաղիկներ էին ու մանկական խաղալիքներ։ Ես ու ամուսինս Արմենը 3 տարի սպասել էինք այս երեխային։ Մենք ամեն լուման խնայում էինք, որպեսզի մեր որդին ոչ մի բանի կարիք չունենա։ Մենք միասին կուտակել էինք $10,000, դա մեր անձեռնմխելի գումարն էր։ Մենք որոշել էինք, որ այդ գումարով կվճարենք լավագույն հիվանդանոցի ծախսերը, կգնենք անհրաժեշտ ամենավորակյալ պարագաները և առաջին ամիսներին ֆինանսական ոչ մի խնդիր չենք ունենա, որպեսզի ես կարողանամ հանգիստ զբաղվել երեխայով։ Արմենն ամեն օր ասում էր. «Մանե, դու ու մեր բալիկը իմ կյանքի ամենամեծ արժեքն եք, ես ձեզ համար ոչինչ չեմ խնայի»։ Երեկոն սկսվեց հրաշալի։ Հյուրերը նվերներ էին բերում, մաղթանքներ հնչեցնում։ Արմենի մայրը, տիկին Անահիտը, նստած էր պատվավոր տեղում։ Նա միշտ էլ սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, բայց այդ օրը նա տարօրինակ լուռ էր ու տխուր։ Ես մի քանի անգամ մոտեցա նրան, հարցրի արդյոք իրեն լավ է զգում, բայց նա միայն կարճ պատասխանում էր. «Հա, բալես, ուղղակի հոգնած եմ»։ Հանկարծ հյուրասիրության թեժ պահին Արմենը կանգնեց սեղանի շուրջ և բաժակ բարձրացրեց։ Բոլորը լռեցին։ Ես սպասում էի, որ նա կրկին կխոսի մեր սիրո կամ մեր ապագա որդու մասին, բայց նրա ձայնը դողում էր։ «Ժողովուրդ ջան, ուշադրություն», ասաց նա։ «Ես այսօր ուզում եմ մի շատ կարևոր բան անել։ Իմ մայրը, տիկին Անահիտը, ինձ համար աշխարհի ամենաթանկ մարդն է։ Նա ինձ միայնակ է մեծացրել, զրկանքներ է կրել։ Եվ հիմա, երբ ես ինքս հայր եմ դառնում, հասկանում եմ, թե որքան մեծ է նրա դերը։ Մայրս վաղուց երազում էր իր տունը վերանորոգել և մի փոքր հանգստանալ, բայց երբեք մեզնից ոչինչ չէր խնդրում»։ Սիրտս սկսեց արագ բաբախել։ Ես զգացի, թե ինչպես է սառը քրտինքը պատում ճակատս։ Արմենը գրպանից հանեց մի հաստ ծրար։ Ես ճանաչեցի այդ ծրարը։ Դա մեր խնայողություններն էին, մեր $10,000, որը մենք պահում էինք ննջարանի պահարանի գաղտնի տեղում։ «Մամ ջոն», շարունակեց Արմենը մոտենալով մորը, «սա քեզ նվեր ինձնից։ Այս $10,000 քոնն է։ Ծախսիր այնպես, ինչպես կուզես, դու դրան արժանի ես»։ Սենյակում քար լռություն տիրեց։ Հյուրերը շփոթված իրար էին նայում։ Տիկին Անահիտը առանց վարանելու կամ ձևականորեն հրաժարվելու վերցրեց ծրարը և սեղմեց կրծքին, աչքերը փայլեցնելով։ Ես չկարողացա լռել։ Այդ պահին ես չէի մտածում հյուրերի կամ էթիկայի մասին, ես մտածում էի իմ դեռ չծնված բալիկի մասին, ում ապագան հենց նոր նվիրեցին։ «Արմեն», շշնջացի ես, փորձելով զսպել արցունքներս, «ինչ ես անում, դա մեր երեխայի փողն է։ Մենք դա հիվանդանոցի ու ծննդաբերության համար էինք պահել։ Դու գիտես, որ ես հիմա չեմ աշխատում, իսկ առջևում դժվար ժամանակներ են։ Արմեն, խնդրում եմ, կանգ առ»։ Արմենի դեմքը վայրկյանների ընթացքում փոխվեց։ Նրա աչքերում ես տեսա մի այնպիսի կատաղություն, որը երբեք չէի տեսել մեր համատեղ կյանքի 5 տարիների ընթացքում։ Նա շրջվեց դեպի ինձ և բոլորի ներկայությամբ գոռաց. «Ինչպես ես համարձակվում ինձ կանգնեցնել։ Դա իմ փողն է, իմ աշխատածն է։ Ո՞վ ես դու, որ ինձ ասես ինչ անեմ իմ մոր համար։ Լռիր ու նստիր տեղդ»։ Այդ բառերը ապտակի պես հարվածեցին դեմքիս։ Ես զգացի, թե ինչպես է որովայնիս մեջ բալիկս անհանգիստ շարժվում։ Կարծես նա էլ էր զգում իմ ցավը։ Հյուրերը գլուխները կախեցին։ Ոմանք սկսեցին շշուկով խոսել, ոմանք էլ պարզապես վեր կացան ու սկսեցին հեռանալ։
Տիկին Անահիտը նույնիսկ չփորձեց որդուն հանդարտեցնել կամ ասել, որ այդքան գումար պետք չէ։ Նա ուղղակի վեր կացավ, համբուրեց Արմենի ճակատը եւ ասաց. «Ապրես տղաս, դու իսկական հայ տղամարդ ես»։ Այդ երեկո տոնը վերածվեց մղձավանջի։ Երբ բոլորը գնացին, տանը մնաց միայն դատարկությունն ու ցրված փուչիկները։ Ես նստած էի խոհանոցում ու լուռ լաց էի լինում։ Արմենը մտավ ներս, կարծես ոչինչ չէր եղել։ «Ինչի համար ես լացում», հարցրեց նա սառը ձայնով։ «Դու մեզ անպաշտպան թողեցիր, Արմեն», պատասխանեցի ես։ 8 ամսական հղի եմ, եթե վաղը մի բան պատահի, մենք կոպեկ չունենք։ Ինչպես կարողացար այդքան դաժան լինել իմ ու քո որդու հանդեպ։ Մայրս տունը պետք է սարքի, կարճ կտրեց նա։ Իսկ դու կդիմանաս, էլ չլսեմ այդ թեմայով։ Այդ գիշեր ես հասկացա մի դառը ճշմարտություն։ Մարդուն ճանաչում ես ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, այլ այն ժամանակ, երբ պետք է ընտրություն կատարել պատասխանատվության և ցուցադրական բարության միջև։ Արմենն ընտրեց իր մոր առջև հերոս Երևալը, զոհաբերելով իր սեփական ընտանիքի անվտանգությունը։ Անցան շաբաթներ։ Ես ստիպված եղա զանգել ծնողներիս ու օգնություն խնդրել։ Նրանք լինելով թոշակառու, սկսեցին իրենց վերջին խնայողությունները հավաքել, որպեսզի ես կարողանամ ծննդաբերել։ Արմենը նույնիսկ չէր էլ հետաքրքրվում, թե որտեղից է գալիս գումարը։ Նա հպարտ էր, որ մայրը նոր կահույք է գնել ու պատերն է ներկել։ Երբ որդիս ծնվեց, ես նայեցի նրա փոքրիկ մատիկներին ու ինքս ինձ խոստացա. ես ամեն ինչ կանեմ, որ նա երբեք չզգա այն նվաստացումն ու տաղաճանությունը, որը ես զգացի այդ օրը։ Այսօր մեր որդին արդեն 5 տարեկան է։ Ես ու Արմենը միասին չենք։ Ես չկարողացա ներել։ Ոչ թե փողի համար, այլ այն բառերի համար։ Ինչպես ես համարձակվում ինձ կանգնեցնել։ Այդ օրը ես հասկացա, որ այդ տանը ես երբեք ձայնի իրավունք չեմ ունեցել։ Երբեմն ես հիշում եմ այդ կապուրդ փուչիկները, որոնք այդպես էլ չպայթեցին, բայց որոնց տակ փշրվեց իմ պատկերացրած երջանիկ ընտանիքը։ Բայց գիտեք ինչ, ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Այդ դաժան դասն ինձ սովորեցրեց լինել ուժեղ, լինել ինքնուրույն և հասկանալ, որ իսկական սերը երբեք չի պահանջում ուրիշի դժբախտությունը կամ զրկանքը։ Հիմա, երբ ես նայում եմ որդուս, ես տեսնում եմ մի մարդու, ում ես կդաստիարակեմ այնպես, որ նա հարգի իր կնոջը, պաշտպանի իր երեխաներին և հասկանա, որ ընտանիքը սկսվում է պատասխանատվությունից, այլ ոչ թե գոռոզությունից։